Ռուս-ազերական հարաբերությունները կրկին լարվել են։ Եկատերինբուրգում ուժայինները համագործակցություն կատարած անձանց փնտրելու պատրվակով մտել են ադրբեջանցու բնակարան, ծեծի են ենթարկել, տասնյակ ադրբեջանցիներ են ձերբակալվել, մի քանիսը սպանվել են։ Ադրբեջանը չեղարկել է Օվերչուկի այցը։ Բաքվում անցկացնելիք ռուսական մշակույթի օրերը, ռուս դեսպանին հրավիրել են ԱԳՆ։ Ադրբեջանական մեդիան վերջին խոսքերն է ասում ռուսների եւ Պուտինի հասցեին։ Պետությունը տեր է կանգնում իր համերկրացիներին, չնայած տուժածներից շատերը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ էին։ Հիշեցի 2015 թվականին Գյումրիում Ավետիսյանների ողջ ընտանիքի դաժան սպանությունը, որ կատարվեց ռուս զինվորի միջոցով։ Համազգային սթրես էր, դրանից ավելի մեծ հոգեբանական հարված թերևս միայն պատերազմն էր։ Ինչ պատասխանեց հայկական պետությունն այդ իրադարձությանը։ Ականատես եղանք ամոթալի վարքագծի, ոչ մի դիմադրություն չցուցաբերվեց։ Դրանից առաջ 2014 թվականին ազերիները ռուսների թողտվությամբ խոցեցին մեր ուղղաթիռը, իսկ 2016-ին ստացանք ապրիլյան քարորյան։ Այդ օրերին Երևան ժամանած Լավրովին Սերժը վախվորած, կծկտուր հարցադրում արեց, գնաց Պուտինի հավատարիմ ընկերուհի, կոմսոմոլուհի Անգելա Մերկելից օգնություն խնդրեց, մեր բանակի 60-ականների զենքը հիշատակելով։ Իդեպ այս օրերին մեծ բանավեճ է հայոց մեդիայում, արդյոք Գարեգին Բ-ն հանդիպել է Մերկելի հետ թե ոչ։ Ողջ աշխարհը գիտե Մերկելի ով լինել է, բայց հայերի համար նա դեռ էտալոն է։ Այ եթե Գարեգին Բ-ն հանդիպել է Մերկելին, ուրեմն KGB չէ։ Այսօր արժե հիշել նաև հոգևորականների վարքագիծը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրերին։ Աջապահյանը ընդվզող ժողովրդի վրա մուննատ գալով հրամայում էր ցրվել տներով, այժմ հայության ապագայի դարդով է տոգորված։ Ասում է, ես այս ժողովրդին լավ եմ ճանաչում, 100,000-ով զոհ է տվել եւ մարսել է, 44-օրյա պատերազմի մի քանի հազարը ինչ է, որ չմարսի։ Այսօրը ծնվել է անցյալից։ Ժամանակին դիմադրություն ցույց չես տալիս, չես պաշտպանում արժանապատվությունդ, ստանում ես ավելի մեծ հարված։ Այսօրվա Գյումրիում Արցախի կորստից հետո քաղաքապետը կոմունիստ Վարդանիկն է, նրա կողքին ռուսական ռազմաբազայի օֆիցերներն են, օֆիցերի։ Մի խոսքով, պետական մակարդակով երբևէ դիմադրություն չենք ցուցաբերել, միշտ փալասի դերում ենք։ Մի բարդացրեք պարզ բաները։ Մեր բոլոր խնդիրները գալիս են արժանապատվության զգացումի նկատմամբ հայկական արհամարանքից։ Ռուսները պատահական չէ, որ ասում են արմիաշկա։ Դա տեսակ է, բիճ, խաբեբա, քծնող, թույլի նկատմամբ դաժան, երախտամոռ մեծամիտ եւ փորապաշտ։ Ադրբեջանի հաջողության գրավականը դրանում է։ Մարդիկ դիմադրություն են ցույց տվել, առանց սակարկելու, ռուսական ռազմաբազան դուրս են բերել երկրից, Լավրովին սիկտիր են կոչել, ռուսների քթի տակ նավթատար եւ գազատար են կառուցել, ադրբեջանական նավթը Նովորոսիիսկ չի գնացել, գնում է Իսրայել, ռուս-ադրբեջանական ցամաքային սահմանը փակ է։ Բազմիցս ռուսական գործակալները պետական համակարգից դուրս են շպրտվել, զենք են ձեռք բերել, բանակը զորացրել։ 30 տարի Ալիևները պետություն են կառուցել, իսկ մեր երկիրը վերածվել է այսպիսի դեմոկրատական կրկեսի, որտեղ մշտապես բեմադրվում են ներկայացումներ։ Ղարաբաղյան շարժում մարտի 1 բուրժու դեմոկրատական հեղափոխություն, Տոբահի պոչերով հեղափոխություն, էլեկտրիկ Երևան, Մաշտոցի պուրակ, Մաշտոցի շուկա, գնդի գրավում, 100 դրամ եւ թավշյա հու։ Հերթական ռուս-ազերական լարվածությունը կպարփվի։ Պուտինը պարանոիկ վախ ունի Կովկասից։ Կադիրովի եւ Ալիևի դեմ որևէ հակազդեցություն չի ցուցաբերվի։ Կովկասյան հարցերը միշտ լուծվում էին հայերի միջոցով, նրանց արյամբ։ Այժմ ռուսական քաղաքականության տգիտության շնորհիվ հայերը նախկին ուժը չունեն, տարված են իրենց ներքին կրկեսով։ Ռուսական Կովկասի ապագան մշուշոտ է։ Պուտինի դեմ երկրորդ ճակատը Կովկասից է բացվելու։ Կադիրովի եւ Ալիևի երախը գցելու բան չունի Վլադիմիրիչը։ Հայեր, մի մոռացեք արդարության, դիմադրության եւ ինքնասիրության մասին։ Դա գեղարվեստական ֆիլմերի ժանրից չէ։ Գոյություն պաշտպանելու եւ զարգանալու հարց է։ Հզոր եւ անվտանգ ապագա ստեղծելու հարց է։ Գրել է Արա Արայանը Facebook-յան իր էջում։ Ողջունում եմ բոլորին, հուսամ լավ եք հայր ջան։ Առաջի հերթին կուզենայի բոլորիս մաղթեի լավ աշխատանքային շաբաթ եւ կուզենայի խոսել թե Ռուսաստանի ղեկավարության նպատակները, ցանկությունները, երազանքները, թե մեր հարևան պետությունների հարաբերությունները։
Տեսեք, սկսեմ Ռուսաստանի ղեկավարության մասով, որը որ իրանք կորցրեցին Հայաստանը, այն ուժը, որ ունեին Հայաստանի վրա, ազդեցությունը, այսպես ասենք, այս բայի դրությամբ իրանք ամեն ինչ անում են, թե եկեղեցականներին, ոչ թե եկեղեցին, այ եկեղեցականներին օգտագործելով, թե իրանց օլիգարխների եւ թե հին ղեկավարներին օգտագործելով ուզում են վերականգնեն այն ինչը որ ունեին։ Իսկ ինչ ունեին մի հատ հնազանդ մի խոնար մի հարսիկ Հայաստան անունով, որ ոնց կասեին, այտենց է կլիներ։ Թույլ չտալով ոչ երկիրը զարգանալ, ոչ ինչ-որ մի լավ բան սպասվեր այդ երկրում։ Այդ ունեինք մենք։ Դրա համար ինքը ամեն ինչ անում է եւ դաժե երեք ես տեսա մի նյութ, որտեղ Վառանեժ, եթե չեմ սխալվում, քաղաքում եւ իր տարածքում կա միգուցե եւ այլ քաղաքներում էր Ռուսաստանում բան ադրբեջանցիներին նեղում են եւ sense մի իրավիճակ են ստեղծում լրատվական կար նյութեր կար որ գրվում է այս ամենը արվում է նրա համար որտեղ Ադրբեջանը չի ենթարկվում Ռուսաստանին այսինքն չի հարձակվում ինչ որ ընդվզումներ չի ստեղծում Հայաստանի համար եւ հասկանում ենք բոլորս թե այդ ամենը ինչա ու ինչի համար է Եվ ինչ վերաբերվում է մեր հարևան պետություններին, տեսեք, ես վերջին թե նախավերջի վիդեոյում ես խոսացի հարաբերությունների մասին մեր հարևան երկրների, շատ մարդիկ հարաբերություններ լավացնելու հետ կապված, չգիտես թե միանգամից մտածում են, չնայած ես էլի եմ դա ասել, միանգամից մտածում են, որ հեսա թուրքը կամ ադրբեջանցին գալու է մտնի իրանց երկիր, իրանց տուն կներեք երկիր չէ, ինչու չէ, նաև երկիր և սկսելու է իրանց հետ ապրի, այդ են ադրբեջանցին է, որ մեզի մորդեց, էդի են թուրքն է մեզի մորդեց տենց մեկնաբանությունների դաշտում գրելով, ոնց եք դուք պատկերացնում թուրքի կամ ադրբեջանցու հետ լավ հարաբերություն ունենալ, մեզի լավ հարաբերություն կամ ինչ-որ բարեկամական հարաբերություն ստեղծել, ամենևին պետք չի, մեզ պետք է այն հարաբերությունը ստեղծել, որ այդ տվյալ երկրները ու ոչ միայն Ադրբեջանն ու Թուրքիան, նաև Վրաստանն ու Պարսկաստանը վտանգ չներկայացնի Հայաստանին, մեզ դա է պետք, իսկ ով ծոցը կգնա կմտնի, արդեն դա կներեք ձեզանից է կախված, երկար տարիներ շարունակ մենք Հայաստանի ժողովուրդը Թուրքիայի Անտալիա հանգստանալու է գնացել, Թուրքիայից ապրանքներ է բերել, ոչ մեկը դրա մասին չի բարձրացնում, չի խոսում, դա պետք է ասելով, այտենց էր պետք, բայց այսօր երբ ուզում ես այնպիսի դիվանագիտական հարաբերություններ ստեղծես քո հարևան պետությունների հետ, որպես իրանք վտանգ չներկայացնեն, Հայաստանի համար, միանգամից չգիտես խի նման կարծիքներ ու նման արտահայտություններ են հնչում, որ մեզի պետք չի թուրքերի եւ ադրբեջանցիքի հետ բարեկամանալ, որտեղ իրանք մեզի մորթել են։ Okay, համաձայն եմ, իրանք մեզի մորթել են, իրանք մեզի վնասել են։ Բայց եկեք համաձայնվենք, որ այս վերջի 200-300 տարիների ընթացքում ամենաշատը վնասել է մեզի Ռուսաստան կոչված է, Ռուսաստան իշխանությունը։ Ինչի ենք մենք այդ ամեն ինչին աշկ փակում։ Նյուժելի կներեք ռուսական այսպիսի խոսքեր արտասանելուց, բայց նյուժելի մենք մեր երկրում այդքան ագենտներ ունենք, որոնք որ իմ էջին այդ նման հարցեր են բարձրացնում ու տես բաներ են ասում։ Համաձայն չլինելով, որ չէ մեզի բանը հարևան երկրների հետ հարաբերություն ստեղծել պետք չի, լավացնել պետք չի, մեզի մեր փրկությունը մենակ Ռուսաստանն է։ Սենց հայր ջան, եւս մեկ անգամ կրկնեմ, մեզի պետք չի հարևան երկրների հետ ինչ-որ հարաբերություն ստեղծել, մեզի պետք է
այնպիսի դիվանագիտական հարաբերություն ունենանք, որպեսզի հարևան պետությունները վտանգ մեզ չներկայացնեն։ Այսքան, լավ եղեք, հաջողություն։